Գործադիր այսօրվա նիստի ընթացքում չեղյալ է ճանաչել համալիրի վաճառքի գործարքը կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀԱԿ-ԺՄԻԳ-ի զեկույցին է անդրադարձել ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանն էլ խոսել է Հայաստանում բանանի ու բենզինի բարձր գների մասին։ Դաշնակցության դերակատարությունն այլ բանի մեջ է հանրապետական ՀՅԴ համագործակցության եւ վերջինիս նախարարական պորտֆելներ հանձնելու հարցի վերաբերյալ գալան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ։ Ընտրությունները ընդհանրապես կոչված են լինելու ֆորմալ առումով ամրապնդել այն, ինչ սպերային գործընթացների ժամանակ որպես համաձայնություն ձեռք է բերվել։ Գալայի զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Յուգոսնավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խադարկովսկու նկատմամբ, հայտնում է BBC-ն։ Ներկայումս այլախոհգործարարը գտնվում է Լոնդոնում։ Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստի ընթացքում չեղյալ ճանաչվեց կառավարության որոշման համապատասխան նախագիծը, որը վերաբերում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին։ Նախագիծը կառավարությունում ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, նշելով, որ նախատեսվում է դադարեցնել համալիրի օտարման հետ կապված գործընթացը գնորդի կողմից գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չկատարելու պատճառով։ Որոշման հիման վրա լուծվելու են նաև գնորդի հետ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, խնդրում եմ հաստատել։ Կան հարցեր։ Բաժնետոմսերի կառավարում պաշտպանության նախարարությունը չէ տրված, նախարարությանը տրված։ Իմ կարծիքով սա պետք է տեղափոխվի պետական գույքի կառավարման վարչությանը եւ հաջորդ նիստի համար նախապատրաստեք նախագիծ եւ պետական գույքի կառավարման վարչությունը թող բաժնետոմսերը տնօրինի եւ կառավարի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու ամբողջ աշխարհում բենզինի գինը շարունակում է էականորեն նվազել, իսկ Հայաստանում ոչ, տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ասաց. Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8%, այսինքն բավականին փոքր է եւ դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում, հենց թեկուզ Ռուսաստանում հարկերը բավականին մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ։ Ինչ վերաբերում է Հայաստանում նաև բանանի բարձր գնին, ինչի մասին բարձրաձայնվել է նաև խորհրդարանի ամբիոնից, երբ падգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լուրեր են պտտվում այն մասին, որ շուկան մոնոպոլիզացված է ԴՀԿ պետ Միրան Պողոսյանի կողմից, ապա Շաբոյանը նշեց, որ ոլորտը իրենց ուսումնասիրման կենտրոնում է։ Եվ թե կլինեն տնտեսվարողներ, որ կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են անել։ Կառավարության նիստից հետո անդրադառնալով ՀԱԿ-ԺՄԻԳ-ի Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հրապարակած բավականին խիստ քննադատական զեկույցին ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը նախ նշեց, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ այն ամենը, ինչ որ ասվում է գործընկերային հարաբերությունների մեջ է, եւ Հայաստանը երբեք ինչ որ բաներ չի անում միայն ինչ որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց պահանջով։ Նման դիտորդական առաքելությունները ցանկալի է, որ ավելի մեծ խմբերով լինեն, ավելի դիտարկման լայն շրջանակ վերցնեն եւ ընդհանրապես օբյեկտիվորեն այդ պարագաներում գնահատականները շատ ավելի օբյեկտիվ կլինեն։ Առաջարկությունները, որոնք արվել է ԺՄԻԳ-ը հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, եթե ասեմ, որ դրանք հաշվի են առնված եւ նախագծում դրանց էական մասը մեծ մասը իրացված։ Ներքաղաքական զարգացումների ՀԿ-ՀՅԴ համագործակցության եւ վերջինիս նախարարական պորտֆելներ հանձնելու հարցի վերաբերյալ գալան զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանելյանի հետ։ Հիշեցնենք, բավականին երկար ժամանակ բանակցելուց հետո կարծես թե համաձայնության են եկել հանրապետականն ու դաշնակցականը եւ խոսակցություններ կան 3 նախարարական պորտֆել եւ մարզպետի պաշտոն այդ կուսակցությանը հանձնելու մասին։ Քաղաքագետի կարծիքով, երբ դաշնակցությունը պաշտպանեց սահմանադրական փոփոխությունները, իրադարձությունների նման զարգացումը կանխատեսելի էր։ Մեծ հաշվով Սերժ Սարգսյանը դաշնակցության կարիքը չուներ, որովհետև այդ կուսակցությունն առանձնապես ոչ մեծ հեղինակություն ունի, ոչ էլ զգալի մարդկային ռեսուրսներ։ Դաշնակցության դերակատարությունն այլ բանի մեջ է, որը հասկանալու համար պետք է մի փոքր դիտարկենք ստեղծվող նոր կառավարման համակարգը։ Նախկինում կար նախագահ, որը գործադիր իշխանության վրա ազդելու մեծ լծակներ ուներ, ինչպես նաև վերահսկում էր ուժային կառույցները եւ դատական համակարգը, ինչի շնորհիվ կարողանում էր վերահսկողության տակ պահել նաև խորհրդարանական մեծամասնությունը, նաև ստվերային լծակներով կուսակցություն
կուսակցությունների զգալի մասը։ Դա բլիթի եւ մտրակի քաղաքականություն էր։ Նոր սահմանադրությամբ իրավիճակը փոխվում է եւ Սերժ Սարգսյանը պետք է կառավարման նոր մոդելում շարունակի վերահսկել իրավիճակն արդեն որպես ոչ նախագահ։ Ինչպես դրան հասնել, դա է ողջ խնդիրը։ Իմ կարծիքով դրան հնարավոր կլինի հասնել արդեն ազգային ժողովում ներկայացվելիք ֆրակցիաների հակակշիռների եւ բալանսների մեխանիզմի միջոցով։ Ըստ քաղաքագետի դրա համար պետք կլինի հնարավորինս բոլոր նախընտրական ցուցակներում սեփական մարդկանց ներդրումը եւ հանրապետական կուսակցության մեջ հնարավորինս քիչ ինքնուրույն մարդկանց ներգրավումը, այսինքն կլանների ներկայությունը պետք է լինի սահմանափակ, ինչը բնականաբար դուրս չի գալիս հանրապետականների այսպես կոչված գործարար հատվածին, եւ հանրապետականի ներսում այդ կոնֆլիկտն արդեն իսկ նկատվում է։ Հույդան ազգային ժողով մուտք է գործելու հանրապետականների հաշվին երևի մի 10 պատգամավոր պետք է ունենան եւ դրա համար համապատասխան ադմինիստրատիվ եւ ֆինանսական լծակներ են տրվում Հույդային այդ 10 մանդատն ապահովելու համար, սակայն դա քիչ է, պետք է նաեւ այլ իմիջ ունեցող կուսակցություններ, որոնք արդեն հակակշիռ են ոչ միայն հանրապետականներին, այլև արդեն Հույդային եւ այլն։ Սերժ Սարգսյանը հիմա այդ խնդիրը փորձում է լուծել, այստեղ կան նաեւ արտաքին գործոններ, որոնք նույնպես կարեւոր կլինեն խորհրդարանի կառուցման գործում։ Մյուս լուրջ խնդիրն ուժային կառույցներն են, որոնց դերն ընտրությունների կազմակերպման գործում կտրուկ մեծացել է սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակ։ Դա նույնպես լուրջ խնդիր է, որը Սարգսյանը պետք է լուծի նույնպես հակակշիռների միջոցով։ Կարևոր գործիքներ են ընտրական օրենսգրքի եւ գուցե ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները։ Արդեն իսկ այսօր փորձ է արվում ձևավորել ապագա վարչախումբը, որը ոչ մի կերպ կախված չի լինելու ընտրություններից։ Ընտրություններն ընդամենը կոչված են լինելու ֆորմալ առումով ամրապնդել այն, ինչ ստվերային գործընթացների ժամանակ որպես համաձայնություն ձեռք է բերվել։ Գալայի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական ներկայիս իրավիճակին կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Վստահ եմ, որ նաև փորձ է կատարվելու ընդդիմադիր կերպարով տարբեր քաղաքական ուժեր օգտագործել, որ նրանք էլ ռեալ ընդդիմադիր ձայներից կորզեն որոշակի ձայներ եւ կեղծ ընդդիմության դերակատարումը ստանձնեն, առանց ֆորմալ առումով ընդգրկվելով կոալիցիայի մեջ։ Կարծում եմ ոչ միայն այդպես մեկ քաղաքական ուժ կլինի, այլ մի քանի, մեկ կամ երկու ուժ կարող է լինել Սերժ Սարգսյանի հետ համագործակցող եւ նույն կերպ կարող են լինել ուժեր, որոնք համագործակցում են Հովիկ Աբրահամյանի թիմի հետ։ Գալայի հստակեցմանը, թե այսինքն 2017-ից Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը կլինեն հիմնական մրցակիցներ, նրանք ինչի համար կմրցակցեն եւ հասկանալի է արդեն, որ Սերժ Սարգսյանը որպես ամուր հենման կետ ընտրել է ՀԿՀ դաշինք, իսկ Հովիկ Աբրահամյանը նրա ռեսուրսներն արդյոք ԲՀԿ-ն է, Էդգար Վարդանյանը պատասխանում է։ Հովիկ Աբրահամյանի համար հարմար ռեսուրս է ԲՀԿ-ն, բայց բոլոր դեպքերում մենք որպեսզի հասկանանք այս ամբողջ գործընթացը պետք է դուրս գանք այդ կուսակցությունների պաշտոն կատեգորիաների շրջանակներից, որովհետև դրանք ավելի շատ ձևական բնույթ ունեն, իսկ իրական քաղաքականությունն այդ ամենի հետևում է։ Ասածս այն է, որ այնտեղ չէ քաղաքականությունը ծավալվում, բնականաբար փորձ է կատարվելու ավելի նորացված, վերանորոգված վիճակով վերարտադրվել։ Բնականաբար տարբեր խմբերն էլ փորձելու են ավելի ամուր դիրքերով, նորացված դիրքերով հանդես գալ ստվերային քաղաքականություն։ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանի եւ նրա ասպիրանտների հեղինակած մենագրության շնորհանդեսը։ Հայաստանի տարածքի տարածաշրջանային բեկվածքներն ըստ երկրաֆիզիկական տվյալների եւ դրանց սեյսմակայունության վերնագրով աշխատության մանրամասները ներկաներին ներկայացրեց Սերգեյ Նազարեթյանը, թե բեկվածքների ինչ մեթոդիկա է մշակվել, ինչ կիրառություն կարող է ունենալ այն եւ այլն։ Մենք մշակեցինք մեթոդիկա բեկվածքների անջատման, որը նորություն էր, մեր մեթոդիկան կիրառվում է նաև ուրիշ ռեգիոններում եւ դրա հիման վրա կառուցեցինք Հայաստանի տարածքի բոլոր բեկվածքները, որ առանձնանում են գեոֆիզիկական մեթոդներով։ Բեկվածք կարող է լինի մեռած բեկվածք, ինքը ակտիվ չէ, կարող է լինի ակտիվ, վտանգավոր է սեյսմիկ տեսակետից ակտիվներ։ Այսինքն դու սկզբից առանձնացնես բոլոր բեկվածքները, դրանցից առանձնացնես ակտիվները, իսկ ակտիվներից էլ սեյսմոակտիվները։ Ակտիվ բեկվածքների մասին տեղեկությունները մենագրությունում ամփոփվել են ըստ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների։ Այս տեսանկյունից ճիշտ է, տարբեր մասնագետների կողմից տարբեր ժամանակահատվածներում աշխատանքներ կատարվել են, սակայն դրանց ամփոփ վերլուծությունը տեղ է գտել այս նոր աշխատությունում, նշեց Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենը։ Գիրքը շատ կարևոր է, որովհետև նախադեպ չի ունեցել, ճիշտ է, ուսումնասիրություններ միշտ են եղել ակտիվ
բեկվածքների Հայաստանի տարածքի, ուղղակի են ուսումնասիրությունները, որը տարբեր մասնագետների կողմից է իրականացվել, պարոն Նազարեթյանը իր ասպիրանտների հետ կատարված նաև աշխատանքների շնորհիվ փորձել է ամփոփել ու ամփոփելով հանդերձ բավականին մեծ առաջարկություններ է արել կոնկրետ ՀՀ տարածքի ակտիվ բեկվածքների, նաև ռեգիոնալ ընդհանուր բեկվածքների մասով։ Տեղի մասնագետները կարևորում են այս մենագրության կիրառումը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ մի շարք երկրներում։ Այդ պատճառով էլ այն տպագրվել է ռուսերենով։